Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր դեկտեմբերի 10-ն է, օրը չորեքշաբթի, ինչպես տեսնում եք, ես այսօր միայնակ եմ, իմ գործընկերները ինձ մենակ են թողել, բայց չեմ կարծում, որ դա մեզ կխանգարի, որ մենք այսօր միասին հրաշալի եթեր ունենանք։ Աշխատանքային շաբաթն ընթացքի մեջ մենք էլ ինչպես միշտ օրը սկսում ենք ձեզ հետ փոխանցելով միմիայն դրական տրամադրություն ու ժպիտներ։ Ժպտացեք, զինվեք համբերությամբ, քանի որ հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոններ են ներթափանցել պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում եւ սպասվում են վատ տեղումներ։ Մի շարք մարզերում եւ նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Մայրաքաղաքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում կլինեն առավել հորդարատ տեղումներ։ Օդի ջերմաստիճանն ակտիվորեն չի փոխվի, բայց ամեն ինչ չի մնա նույնը, որովհետեւ տեղումներ կլինեն։ Իսկ հիմա ես ձեզ խորհուրդ եմ տալիս միմիայն պատրաստ եք ձեր անձրևանոցները, եթե որոշել եք տնից դուրս գալ, իսկ եթե ոչ, ուրեմն հարմար տեղավորվեք ու միացեք մեր ընթացքին, քանի որ այսօր հրաշալի նորություններ են լինելու։ Իսկ հիմա հարմար տեղավորվելու մասին ես ձեզ հրաշալի նորություն ունեմ ասելու, ձեր ծննդյան օրը, հիշարժան հավաքույթները, կարևոր առիթները, կորպորատիվ երեկոները կամ էլ ընկերական ջերմ հանդիպումները կարող են դառնալ իսկապես առանձնահատուկ։ Ընտրեք Park Bridge ռեստորանը, որտեղ ձեզ սպասվում են հարմարավետ միջավայր, համեղ ուտեստներ եւ անտերի սպասարկում։ Ձեզ անհրաժեշտ է ունենալ միայն ուրախ տրամադրություն, մնացածի մասին Park Bridge-ի թիմը կհոգա։ Բացահայտեք ձեր տոնական օրերի ամբողջ ջերմությունը Park Bridge-ի ռեստորաններում։ Տոնը սկսվում է հենց այդտեղից։ Զանգահարեք 094 38 06 06։ Մի փոքր շնչակտուր եմ լինում, որովհետև հիվանդ եմ։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, որ հետևեք ձեր առողջությանը, որովհետև հիմա վիրուսներ են տարածված եւ դրանք ազդում են ձեր շնչառական եւ կոկորդային համակարգի վրա։ Հիմա պատմենք օրվա խորհրդի մասին, դեկտեմբերի 10-ը համաշխարհային օրացույցում առանձնանում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ձևավորվեց մինչ այդ երկու համաշխարհային պատերազմի պատճառների եւ նրանց հետևանքների վերլուծության արդյունքում։ Միջազգային հանրությունն ամրագրեց, որ պատերազմները ծագում են պետությունների կողմից մարդու արժանապատվության հանդեպ տածած հարգանքի եւ պատասխանատվության բացակայության հետևանքով։ Հռչակագրի ընդունումից հետո առավել քան 70 տարիների ընթացքում միջազգային հանրությունը շարունակում է ջանքեր գործադրել մարդու իրավունքների սպառնացող կանխող արդյունավետ մեխանիզմներ ձևավորվելու ուղղությամբ, սակայն շատ անդամ պետություններ դեռևս պատշաճ ջանքեր չեն գործադրում մարդու իրավունքների հռչակագրով սահմանված սկզբունքների ապահովման ուղղությամբ։ Այդ են վկայում նաև այսօր շատ երկրներում պատերազմներն ու այն ամենն, ինչ կատարվում է աշխարհի ամենատարբեր երկրներում։ Մենք իհարկե շատ ենք ցանկանում, որ այն ամենն, ինչ ամրագրված է այս հռչակագրում, կիրառվի ոչ թե ընտրողաբար այլըստեյության եւ իսկապես հարգվեն մարդկանց իրավունքները ամբողջ աշխարհում։ Սա օրվա խորհրդի մասին, իսկ հիմա պատմենք մեր քաղցր գործընկերոջ մասին։ Ես վստահ եմ, որ դուք արդեն պատրաստել եք ձեր սուրճը կամ թեյը ու վայելում եք մեր եթերը։ Սիրով ցանկանում ենք ներկայացնել մեր գործընկերոջը Ժակո Հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխված կավլիտներից մինչև հատնտի շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհի հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադեպատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր դրայվ կուսան, գետնանուշի, փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ։ Եվ բոլորի սիրելի քվեստը՝ նուգա, կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա եւ լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք ամեն պահը, սիրելի հեռուստադիտողներ, իսկ մեզ մոտ այսօր միայն մշակութային եթեր է սպասվում եւ մշակութային միջոցառում
բացառումների մասին ենք զրուցելու միմյան մեր հյուրերի հետ։ Նախ կպարզենք վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք յուրահատուկ համերգային ծրագրի մասին, որը ընթացքում մեզ ներկայացնելու է աշխարհահռչակ իտալական օպերաների ամենահայտնի արիաները։ Այնուհետև մեր հյուրերի հետ կզրուցենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Գերմանիա կատարած շրջագայության եւ տասնյակ համերգների մասին, որը մեծ նշանակություն ունեցավ ինչպես նվագախմբի, այնպես էլ մշակութային հանրահռչակման գործում։ Իսկ հետո տաղավարում կհյուրընկալենք տաղանդավոր արտիստ Հայկ Պետրոսյանին եւ նրա հետ կզրուցենք ձայն եւ աղմուկ խորագրով բացառիկ մենահամերգի մասին, որի ընթացքում շատ նուրբ եւ յուրահատուկ հարցերի պատասխաններ կփորձենք գտնել ես եւ դուք միասին։ Այս հետաքրքիր զրույցների ընթացքում մենք իհարկե անդավաճան ենք մնում մեր մշտական էջերին, թերթելու ենք օրվա մեր բոլոր թեմաները, աստղագուշակն ենք լսելու, Սաթն է իր հրաշալի բաղադրատոմսերը մեզ առաջարկելու, բայց ես կարծում եմ, որ մինչև խոհանոց տեղափոխվելը մենք պիտի ներկայացնենք մեր մյուս գործընկերոջը, մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությանը, ով մեկ տասնյակից ավել է, ինչը առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ, եւ վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստված են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախասիրություններ ունեցող մարդկանց համար Աթենքն առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտող, ինչպես նաև հավի ձողիկներ դասական տարբերակով։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է, նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի նագետների պատրաստումը ընդամենը տևում է 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում ել ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Ես հիմա կարծում եմ, սիրելի հեռուստադիտողներ, որ տրամաբանական շարունակություն կլինի հիմա ողջունել Սաթին, հասկանալու համար, թե այսօր ինչ է առաջարկելու մեզ նախաճաշի համար, ես փորձեմ, իսկ դուք փորձեք տանը պատրաստել։ Սաթ, բարի լույս։ Հաու, բարի լույս, ելի հեռուստադիտողներ։ Այո, այսպիսին է մեր տրամադրությունը։ Մենք ձեզ շատ սիրում ենք, որովհետև ձեզնից ստանում ենք էներգիա եւ ցիրով պատրաստում եմ ձեզ համար այն բաղադրատոմսը, որը այսօրվա համար է նախատեսված։ Այսինքն, ինչ է մեզ հարկավոր։ Իդեպ նրանք, ովքեր իրենց գեղեցիկ կազմվածքը պահպանում են, հենց ձեզ համար է։ Ինչու, որովհետև կալորիականությամբ ցածր, սպիտակուցներով հարուստ ուտեստ, ընթրիք, նախաճաշ եմ առաջարկում, ինչ է հարկավոր մեզ։ Իհարկե մեր գործընկերոջ կողմից առաջարկված հավի կրծքամիսը Զանգեզուր թռչնաֆաբրիկայի կողմից առաջարկված մի քիչ հալեցնելու եմ, մանր կտրատեմ, դասական բաղադրատոմսում այլ ձև էր մատուցված, բայց ես մանր կտրատելու եմ, մի փոքր համեմելու եմ, թողել եմ, որ ամբողջ համեմունքը քաշի իր մեջ 10-15 րոպե ամենաշատը։ Եթե մանր կտրատեմ, 5 րոպեն բավական է։ Ձիթայողի մեջ տժժացնելու եմ, սա մենք արդեն հասկացանք ինչ է հարկավոր։ Այնուհետև հարկավոր է մեզ նաև ծաղկակաղամբ։ Իդեպ նրանք, ովքեր հետևում են կալորիաներին, ասեն, որ ծաղկակաղամբը շատ հանգիստ կարող եք փոխարինել օրինակ ածխաջրով, հացով, բրնձով, հնդկաձավարով, ծաղկակաղամբը հանգիստ կարող եք փոխարինել, որտեղ քիչ կալորիականություն ունի, ցածր յուղայնություն ունի եւ իհարկե հարուստ է մանրաթելերով։ Իսկ բանջարեղենը, որ հարուստ է մանրաթելերով, դա նշանակում է, որ մարսողական համակարգը ել ավելի լավ է սկսում աշխատել եւ դուք կարողանում եք ճիշտ աշխատել։ Խոսեցի իհարկե Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի մասին, 3 էլ օգտագործեցի հավի կրծքամիսը, հենց այսօր էլ ասեմ, որ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով, պատասխանատվությամբ, եւ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ բարձրորակ թռչնամիս, սիրով պատրաստված Սյունիքի լեռներում, հավ, բդիկ, թևիկ, կարաճիկ, ցիրտ եւ այլ տեսականի։
Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում պարույր սևակ 92 կոտորակ 6 հասցեում այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ առաքումն ամբողջ Երևանում անվճար զանգահարեք 041 01 01 42 Զանգեզուր թռչնաֆաբրիկա մաքրություն, որը դառնում է վստահություն։ Դե ճիշտ բան է, որպեսզի շարունակեմ մնացած բաղադրիչների թվարկմանը։ Մեզ հարկավոր է կաթ։ Կաթը շատ հանգիստ կարող եք փոխարինել սերուցքով, որը կրկին համեղ կլինի եւ համապատասխան կլինի այսօրվա իմ առաջարկած բաղադրատոմսի մեջ։ Հարկավոր է ձու։ Ինչու՞, այն համեմունքները, որոնք արդեն համեմված են հավի կրծքամսի հետ, մանր ծաղկակաղամբը մի փոքր եփվելուց կտրատելու եմ, ավելացնելու ենք ձուն, խառնելու եմ, ավելացնելու եմ դեղին տեսակի պանիր, նորից խառնելու եմ եւ վերջում ավելացնելու եմ այստեղ մահադանոսը, որը մանրաթելերով հարուստ է, վիտամիններով հարուստ, կապ չունի, որ սեզոնին ցանկալի է ուտել մաղադանոս։ Ես առաջարկում եմ ջեռիեփուկ է ինքը ստացվելու, տեղափոխենք ջեռոց։ Իհարկե, եթե ջեռոցի մեջ չեք ուզում աշխատել, կարող եք տապակի վրա, այն ամենը, որ ես ասեցի, խառնելուց հետո յուղաթուղ դնել տապակի վրա եւ հենց կաթսայի մեջ եփել, այնուհետեւ շուռ տալ։ Մի խոսքով ամեն ձևերը ես առաջարկում եմ, ընտրությունը ձերն է։ Ուզում եմ ներկայացնեմ մեր գործընկերոջը, խոսքը աթենքի մասին է։ Արդեն պատրաստինագեցներ կան, ձողիկներ կան հավի մեր շատ սիրելի։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաև Հայաստանում։ Կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք, հարմար սնունդ է սպորտով զբաղվողների, պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար աթենքը առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ, դասական տարբերակը, յուրաքանչյուր նագետ, փափուկ է, նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում, ընկերական հանդիպումները դարձնում են այլ ավելի հետաքրքիր եւ այլ ավելի ժամանցային։ Դե ինչ կարելի ասել, մեր բարելյուսյան ժամանցը շարունակվում է, խոսքը սիրով, ժպիտով իմ սիրելի գործընկերուհուն Լիլիթին փոխանցեմ, թող նա շարունակի, դե ես էլ այո համեմելու եմ մանր կտրատված հավի կրծքամիսը, թողնեմ տապակվի, այնուհետև ծաղկակաղամբը եւ երկրորդ միացման ընթացքում կասեմ ինչ ենք անելու։ Խոսքը քոնն է, համեցիր։ Շնորհակալություն Սաթ, հայոց սիրելի հեռուստադիտողներ, մարդիկ ունենում են ապահովության զգացողություն, երբ ունենում են եւ լինում են տեղեկացված, այնպես որ տեղեկացված լինելը մեզ տալիս է ապահովության զգացողություն, իսկ մենք ապահովության մասին ունենք գործընկեր, որին ես ձեզ սիրով ուզում եմ ներկայացնել։ Նորապատ գրուպ ունիվերսալ անվտանգության ընկերությունն առանձնանում է վստահությամբ եւ պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Ժամանակակից տեխնոլոգիաներով եւ շուրջօրյա հսկողությամբ ապահովում է այն, ինչը ամենաթանկն է մեզ համար եւ առաջարկելով անձնական թիկնապահներից մինչեւ հուսալի պահակային ծառայություն, մշտական տեսահսկում, օպերատիվ արձագանք։ Նորապատ ունիվերսալ անվտանգության ընկերության թիմը շնորհիվ դուք կարող եք ունենալ խաղաղության, վստահության եւ ապահովության զգացողություն ամեն օր։ Ձեր անվտանգությունը վստահեք Նորապատ գրուպին զանգահարելով 099 27 5007 հեռախոսահամարով։ Իդեպ Նորապատ գրուպ ունիվերսալ անվտանգության ընկերությանն անհրաժեշտ են հմուտ, պատասխանատու եւ որակավորված աշխատակիցներ։ Եթե ունեք արագ արձագանքման կարողություն եւ ցանկանում եք աշխատել կայուն եւ վստահելի թիմում, ապա զանգահարեք 099 27 5007 հեռախոսահամարով։ Հիմա առաջարկում եմ մի փոքր ընդմիջենք, այնուհետև անդրադառնանք մեր հրաշքներին։ Սիրելի
հեռուստադիտողներ, բարի լույս բոլոր նրանց, ովքեր մեզ նոր են միացել եւ մեր եթերում ինչպես միշտ մշակութային անդրադարձերն անպակաս են։ Եվ այսպես, Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում են եզակի երաժշտական երեկո, որը հանդիսատեսին կտեղափոխի իտալական օպերայի հմայիչ եւ զգացողություններով լի աշխարհ։ Իտալացի հրավիրյալ դիրիժոր Ջուզեպե Ստիլիտանոյի ղեկավարությամբ եւ տաղանդաշատ մենակատարների մասնակցությամբ կհնչեն օպերային ամենահայտնի արիաները։ Երեկոն խոստանում է դառնալ բարձր արվեստի հետ լավագույն հանդիպումներից մեկը։ Իսկ մանրամասների մասին մենք սիրով կզրուցենք մեր հյուրի հետ, տաղավարում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանը։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, մենք ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել։ Նախ կուզեմ սկսենք սկզբից, ինչպես ստացվեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ Իտալիայի դեսպանության հետ համագործակցությունը։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Սա առաջին դեպքը չէ, որ մենք համագործակցում ենք Իտալիայի դեսպանության հետ, բազմաթիվ անգամներ համագործակցել ենք եւ ներկայացրել ենք բացառապես իտալական երաժշտություն Հայաստանում, քանի որ դա նաեւ դեսպանության առաքելություններից մեկն է, եւ որի համար շատ շնորհակալ եմ պարոն դեսպանին, պարոն Ալեսանդրո Ֆերանտին, ով մշտապես աջակցում է եւ մասնակիցն է լինում մեր նվագախմբի համերգներին եւ նաեւ իր միջոցով նաեւ եւ օգնությամբ հրավիրում ենք իտալացի արտիստների, դիրիժորների, մենակատարների եւ ներկայացնում ենք իտալական արվեստ ու մշակույթը Հայաստանում։ Սա եւս բացառություն չէ այս անգամ, մենք ներկայացնում ենք իտալական երաժշտություն, բացառապես իտալացի կոմպոզիտորների կողմից գրված երաժշտություն, արիաներ օպերաներից, ինչպես դուք նշեցիք, եւ հնչելու են Վերդի, Puccini, Donizetti, Rossini, Umberto Giordano'i, Pietro Mascagni'i ստեղծագործությունները, նաև թվարկել օպերաները Norma, Turandot, Rigoletto, Traviata, Bohème, Sevillan Saprice, Otello։ Ամենահայտնիները եւ իհարկե ունենք հրաշալի մենակատարներ Հայաստանից, Հովհաննես Անդրեասյան տենոր, Արտակ Կուլիջանյան բարիտոն, Գրետա Բագյան մեծոսոպրանո եւ Օֆելիա Համբարձումյան սոպրանո։ Հրաշալի։ Ֆելիքս, դուք ձեր խոսքում սկզբից նշեցիք, որ առաջին դեպքը չէ, որ դուք համագործակցում եք Իտալիայի դեսպանատան հետ եւ այսպիսի համերգներ եք կազմակերպում, ու մենք առաջին դեպքը չի, որ հանդիպում ենք, ես ուզում եմ հասկանալ ինչով է պայմանավորված հենց այն փաստը, որ դուք ֆիքսվել եք հենց իտալական օպերաների վրա։ Այդպես չեմ կարող ասել, որ ֆիքսվել ենք, բայց քանի որ շատ լավ համագործակցություն է ստացվել տարիների ընթացքում Իտալիայի դեսպանության հետ եւ մեր հայ հանդիսատեսը նաեւ սիրում է իտալական երաժշտությունը, փորձում ենք ամեն անգամ մի նոր հետաքրքիր ծրագրով հանդես գալ։ Այս անգամ առաջինն է թերևս, որ մենք ներկայացնում ենք արիաներ, մինչեւ այդ ներկայացրել ենք նվագախմբային ստեղծագործություններ։ Այս անգամ պարոն դեսպանի դիրիժորի հետ միասին քննարկելու արդյունքում ստացանք այս գեղեցիկ ծրագիրը, որը վաղը կներկայացնենք։ Հետաքրքիր է քննարկման ընթացքում ինչպիսի սկզբունքներով եք դուք առաջնորդվում, ինչ սկզբունքներով եք ընտրում այս ստեղծագործությունները, որոնք պիտի հնչեն։ Առաջարկներ լինում են եւ դիրիժորի կողմից, եւ դեսպանատան կողմից, որովհետեւ նրանք էլ նույնպես ուզում են ներկայացնել իտալական արվեստը։ Բացի այդ, քննարկումները գնում են այն ուղղությամբ, որ եւ հաճելի լինի հանդիսատեսի համար եւ լինի նոր ստեղծագործություններ, որոնք դեռևս չեն հնչել Հայաստանում կամ այն ստեղծագործությունները, որոնք այդքան հայտնի չեն, բայց ներկայացնում են Իտալիայի շունչը եւ այդ պատճառով երկարատև քննարկումների արդյունքում ստացնում ենք մի ծրագիր, որը եւ հաճելի է եւ հանդիսատեսին, վստահ եմ, որ արիաների մեծ մասը հայտնի են մեր հանդիսատեսին եւ մեծագույն հաճույք են ստանալու։ Օրինակ դուք ունեք անձնական կարծիք, որ արիաներն են, որոնք ամենաբարդ կատարողականությունն ունեն եւ բավականին բարդ են, որոնք են դրանք։ Ցավոք սրտի այսօր մեր մոտ տաղավարում ներկա չեն ոչ դիրիժորը, ոչ մենակատարները, ովքեր հենց այս պահին փորձ են անում։ Երևի թե իրենք կպատասխանային, որն է իրանց համար ավելի բարդը, բայց իսկ դուք որպես դիտորդ։ Որպես դիտորդ նախընտրելիներ կան Տուրանդոտից, Նելսոն Դորման օրինակ Երևի թե դա կարող նշել ամենագեղեցիկներից մեկը ու բարդ նաև։ Հրաշալի։ Ես այստեղ շատ հատկանշական է, որ հիմա մեր նվագախումբը աշխատում է իտալացի մասնագետների հետ, ես ուզում եմ հասկանալ ինչով է առանձնանում Ջուզեպե Ստիլիտանոյի հետ աշխատանքը մեր նվագախմբի համար, ինչ կարծիքներ։ Պետք է նշեմ, որ առաջին անգամն է դիրիժորը Հայաստանում
բնականաբար եւ առաջին անգամ է աշխատում նվագախմբի հետ։ Մենք արդեն ունեցել ենք 3 փորձ եւ շատ դրական է արտահայտվում եւ պատրաստակամության համար, պրոֆեսիոնալիզմի համար շատ սահուն են անցնում փորձերը եւ փորձերի արդյունքում է նաեւ որ երբեմն նաեւ ազատ ժամանակ է գտնում, ասում եմ որ կարող ենք սա չփորձել, որովհետեւ ամեն ինչ պատրաստ է եւ շատ լավ է անցնում փորձերը։ Այսօր վերջին փորձն է մինչեւ համերգ եւ կարծում եմ որ վերջին շտրիխները այսօր կդրվեն ու շատ գովում է եւ հայ երաժիշտները որպես պրոֆեսիոնալ եւ ասում եմ որ շատ լավ են հասկանում եւ ընկալում իտալական երաժշտությունը։ Հրաշալի։ Ես հիմա առաջարկում եմ մի փոքր ընդմիջենք գովազդով, այնուհետև մենք կշարունակենք մեր հետաքրքիր եթերը։ Հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր եթերը եւ ես շարունակում եմ մեր հետաքրքիր զրույցը Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանի հետ։ Ֆելիքս, ես ուզում եմ հասկանալ, այսպիսի համերգային ծրագրերը կարող են հիմք դառնալ արդյոք հայ-իտալական հետագա համագործակցությունների համար։ Այս համերգը արդեն արդյունքն է հայ-իտալական համագործակցության, որովհետեւ ինչպես նշեցի, բազմիցս արդեն նվագախումբը հանդես եկել է իտալացի արտիստների հետ եւ Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս, ինչպես օրինակ նախորդ տարի Կամերային նվագախումբը հանդես եկավ Վենետիկում, Սուրբ Հազար կղզում, ներկայացնելով հայ երաժշտություն եւ այս դեպքում օրինակ Ջուզեպե Ստիլիտանոյի ընտրության հարցում մեզ օգնել է այլ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչանոն, ով բազմիցս աշխատել է նվագախմբի հետ եւ իրեն դիմեցինք խորհրդի համար եւ օգնության եւ նա առաջարկեց Ջուզեպե Ստիլիտանոյի տեխնացուն, ով նաեւ նրա գոլեգան եւ ընկերն է ու այսպիսով շատ հաճախ է լինում, որ իտալացիները գնում են հետ Իտալիա եւ պատմում են նվագախմբի մասին, Հայաստանի մասին, հյուրընկալության մասին եւ դրա արդյունքում ստեղծում է համագործակցությունը, առաջարկում են նոր արտիստներ, նոր դիրիժորներ Հայաստանում աշխատելու եւ Իտալիայում։ Եվ ձեզ շնորհակալություն դրա համար, որովհետեւ վստահ եմ, որ հենց ձեր ընդունելության շնորհիվ է, որ այսպիսի հրաշալի կարծիքներ են մեր մասին հասնում դեպի Իտալիա։ Ես կխնդրեմ եւս մեկ անգամ հիշեցնել համերգի օրը, տեղը, ժամը։ Վաղը դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատյան համերգասրահում երեկոյան ժամը 7-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի արյաներ իտալական օպերաներից համերգային երեկոն, որին մասնակցում են դիրիժոր Ջուզեպե Ստիլիտանոն Իտալիայից եւ մենակատարներ Գրետա Բագիյանը, Արտակ Կուլիջանյանը, Հովանես Անդրեասյանը եւ Օֆելիա Համբարձումյանը։ Հրաշալի։ Մեզ մնում է ձեզ միայն շնորհակալություն հայտնել այսպիսի հնարավորության համար, որ մենք հնարավորություն ունենք այսպիսի հրաշալի մշակույթի աջակից, կից, դիտորդ լինելու եւ մասնակից լինելու։ Շնորհակալություն, ես այստեղ տոմս եմ տեսնում։ Շատ շնորհակալ եմ, ես անպայման եւ մեծ սիրով կլինեմ տաղավարում։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, դուք կից եղեք մշակույթին, որովհետեւ մենք փորձում ենք ձեզ ամեն օր դրանք ներկայացնել եւ ուղղորդել, թե որտեղ կարող եք հրաշալի երաժշտություն լսել, սա էլ բացառություն չէ, ես վաղը կլինեմ, գնեք տոմսերը եւ եկեք։ Հիմա շտապեմ ներկայացնել Սաթի առաջարկած յուրաքանչյուր բաղադրատոմս, որը ել ավելի համեղ են դարձնում անփոխարինելի մառանիկի համեմունքները։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վարձգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթաց եւ որակի խիստ վերահսկում։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Հիմա կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է տեղափոխվելու խոհանոց, հասկանալու համար թե սա թե ինչ փուլում է գտնվում եւ ինչ է այս պահին տեղի ունենում խոհանոց։ Սաթ։ Բարի լույս։ Բարի լույս, մեկ անգամ եւս թոհուբուհ է խոհանոցում։ Ասեմ իսկապես մեկ անգամ եւս բարի լույս այն հեռուստադիտողներին, ովքեր միացան։ Սովորաբար խոհանոցում թոհուբոհ է լինում, հավաք չի լինում, բայց երբ որ եթեր արդեն տրամադրվում է, ինձ փորձում եմ մաքրամաքուր ներկայացնել հեռուստադիտողներին։ Ասեմ բարի լույս այն հեռուստադիտողներին, ովքեր հենց նոր միացան։ Ինչ եմ արել, ինչ եմ թողել։ Ջեռոցը նախ միացրել եմ։ Ինչու, որովհետև ջեռ եփուկ եմ պատրաստում, ինչի համար ինձ ինչ է հարկավոր։ Հավի կրծքան
խամիս, որը հասցրել եմ համեմել, մի քանի րոպե թողել եմ, որպեսզի համեմվի մեր նախընտրած արդեն բոլորի բարելյուսյան տանանդամների նախընտրած համեմունքները ես գիտեմ։ Կծու պղպեղ, քաղցր պղպեղ, ծխտորի փոշի, աղ մի քիչ, այդ ամենը արել եմ եւ համեմել եմ։ Հիմա միասին այս տժտժոցը ձեր աչքի առաջ կբացեմ եւ մի փոքր էլ կթողնեմ, որպեսզի հասցնի եփվել։ Ինձ ինչ է հարկավոր, ծաղկակաղամբ։ Սկզբում էլ նշեցի, այն հեռուստադիտողները, ովքեր իրենց գեղեցիկ կազմվածքը պահում եւ պահպանում են, խնդրում եմ, անպայման ձեր սննդակարգում ներառեք ծաղկակաղամբը։ Կարող եք նաեւ, եթե ծաղկակաղամբը չեք սիրում, կարող եք բրոկոլի։ Ինչու, որովհետեւ քիչ կալորիականություն ունի, մանրաթելերով հարուստ է եւ իհարկե, ինչպես նշեցի սկզբում էլ, մարսողական համակարգի համար number 1-ն է, այսինքն առաջինն է, հագեցնում է, հագեցվածության զգացողությունը պահպանում է երկար։ Հիմա ես մանր կտրատում եմ, իդեպ կափարիչով փակել եմ, եփելու ընթացքում թողել եմ մի փոքր այն ղրտ-ղրտ տարբերակը մնա, որպեսզի ջեռոցի մեջ եփվի։ Իդեպ իմ առաջարկած ջեռի եփուկը, որը ջեռոցում պետք է պատրաստվի շատ հանգիստ, դուք կարող եք օրինակ պատրաստել կաթսայի մեջ։ Յուղաթուղթը դնեք, յուղաթղթի վրա մի փոքր, իդեպ ես էլ հիմա կանեմ ձիթայուղ։ Ձիթայուղը կքսեք եւ արդեն կհավաքեք խմորեղենի նման։ Ինչի եմ ասում խմորեղեն, որովհետեւ տեսքը այդպիսին է լինելու, հետո կփորձեմ շուռ տալ։ Եթե ջեռոցի մեջ ամբողջական տարբերակով եփվեց հավասարաչափ, էլ շուռ տալու կարիք չի լինի։ Եթե տարբերակ առաջինն եք ընտրում, տապակի մեջ պատրաստել, անհրաժեշտություն ունի ամեն դեպքում շուռ տալու, որ այդ խմորեղենի տեսքը լինի։ Հիմա կարծում եմ այսքանը բավարար է։ Ավելացնում եմ արդեն պանիրը, մոտավոր 70 գրամ։ Այստեղ ձուն, որը ես կհարեմ, կավելացնեմ, այս մի ափսեն կվերցնեմ, որը ավելի հարմար է։ 3 կամ 4 ձու, որը դուք նախընտրում եք։ Կարծում եմ 3 այսքանին բավարար կլինի։ Սպիտակուցներով նորից հարուստ է, իսկապես հենց այնպես չեմ ասում, որ հագեցվածության զգացողությունը պահպանելու է երկար։ Լավ, երրորդն էլ անեմ։ Էլ չեմ համեմելու։ Իդեպ ասեմ, ծաղկակաղամբը խաշելու ընթացքում մի փոքր աղ արել եմ։ Ահա։ Եվ անջատում եմ, պատրաստ է, խառնում ենք իրար։ Այսպես կլցնեմ այստեղ, խառնելու եմ, ձուն վրան լցնելու եմ, դեպ եթե նկատեցիք, պանիրը ոչ թե վրան ավելացրեցի, այլ ընդհանուր ես հիմա լավ խառնելու եմ։ Ձուն եմ հետո ավելացնելու, ու արդեն տեղափոխենք ջեռոց։ Կաթի մասին իհարկե չենք մոռանալու։ Ասեմ նաև, միասեր զանգված պետք է սարքեմ, լավ խառնելու եմ։ Այս պահին կուզեմ եւ խառնեմ, եւ ներկայացնեմ մեր գործընկերոջը։ Այո, համեղ կերանք, բաքաղցրություն, իսկ մենք ունենք հավատարիմ գործընկեր Ժակոն։ Մեզ առաջարկում է կոնֆետներ, թխվածքաբլիթներ, խրթխրթան, հենց այս պահին ձեր էկրաններին է։ Սիրով ներկայացնեմ մեր գործընկերոջը Ժակո հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքների, նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչև հատնտի շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն, ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր Drive Vkusan, գետնանուշի փափուկ, կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ, բոլորի սիրելի կվեստը, նուգա կարամել, շոկոլադի գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա, լավ տրամադրություն, ընտրեք ձեր սիրելի պահը, վայելեք ամեն պահը։ Հիմա միասին կվայելենք անպահը, որը կտեղափոխենք արդեն յուղաթղթի վրա, քանի որ խոստացել եմ յուղաթուղթը մի փոքր ձիթայուղով անցկացնել, վրձինը վերցնեմ, ձիթայուղը արդեն ափսեի մեջ պատրաստ է եւ կաթն եմ ավելացնելու։ Մի փոքր կլցնեմ եւ կտարածեմ։ Կարող եք յուղաթուղթ չօգտագործել, բայց սովորաբար ես օգտագործում եմ եւ բարելյուսյան խոհանոցում եւ տան։ Այն ինչ պատրաստում ես, ինքը թողնում ամբողջությամբ
տեսքը պահպանի։ Լինում է դեպքեր, որ ափսենային չի լինում, կպնում է, գեղեցիկ չի լինում մատուցումը։ Ես հիմա առաջարկում եմ այս տարբերակը։ Կաթնել ենք ավելացնում։ Մոտավոր երևի 70 գրամ կաթ։ Կարող եք սերուցք փոխարինել սերուցքով եւ լավ մի հատ էլ խառնեմ, արդեն տեղափոխենք այստեղ։ Ձուն վրանք ավելացնեմ։ Ահա։ Չեմ խոսում, որպեսզի հանկարծ չթափվի, գեղեցիկ լինի, հավասարաչափ կտարածեմ ափսեի մեջ եւ ձուն կավելացնենք։ Իրականում երկար չեմ թողնելու ջեռոցի մեջ, որովհետեւ պատրաստված են երկու բաղադրիչները եւ ծաղկակաղամբը մի փոքր խաշել եմ, այսինքն վախեցրել եմ, այդպես է միշտ ասում, կնի կոպիտ այդ ղրթղրտան տարբերակը դուրս է եկել։ Իսկ հավի կրծքամիս արդեն պատրաստ է։ Ձուն էլ 3 հատ։ Լցնում ենք վրան եւ տեղափոխում։ Մի հատ էլ կխառնեմ հենց այստեղ, խառնեմ եւ ներկայացնեմ մեր մյուս գործընկերոջը։ Դե իհարկե, համեմված է։ Բացի սիրուց, ես միշտ ասում եմ, մեր հավատարիմ գործընկերը Մարանիկ առաջարկում է տարբեր համեմունքներ, որոնք մենք սիրում ենք, նախընտրում ենք, հենց այս պահին ձեր էկրաններին է։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն, Մարանիկ ապրանքանիշ, կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթաց, որակի խիստ վերահսկողություն, արդյունքում ստեղծում է արտադրանք, որը լի է անկրկնելի, հիմքին հաճելի յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գախնիկ, Մարանիկ։ Եկեք տեղափոխենք արդեն ջեռոց 10-15 րոպե 150-ից 180 աստիճան ջերմաստիճանի վրա կթողնեմ եւ այսքանով չի ավարտվում իմ աշխատանքը։ Ես ունեմ լավաշ, որը մի փոքր չորացել է, հնացել է, մեր սիրելի ավանդական լավաշը կպատրաստեմ։ Ճիշտ պահն է, իմ գեղեցկուհի գործընկերուհուն խոսքս փոխանցեմ Լիլիթին, ով էստեղ սիրով նայում էր, ժպիտով նայում էր։ Լիլիթ, մի քանի րոպե է մնացել, որպեսզի այս պատրաստված ջեռ-եփուկը բոլորս միասին վայելենք։ Խոսքը քոնն է։ Շնորհակալություն Սատ, ես իրականում սիրով նայում եմ ու սովորում եմ քեզնից։ Իդեպ սիրելի հեռուստադիտողներ, այո, ես Սաթից շատ բան եմ սովորել, թե նաև որտեղից կարելի է գնել ճիշտ մսամթերք։ Եվ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ եւ բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով եւ պատասխանատվությամբ։ Եվ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է, անարատ եւ բարձրորակ թռչնամիս սիրով պատրաստված Սյունիք Իլարներում, հավ, բդիկ, թևիկ, քարաջիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում, Պարույր Սևակ 92, դրոպ 6 հասցեում։ Այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ։ Առաքումն ամբողջ Երևանում անվճար է։ Զանգահարեք 041 01 01 42 հեռախոսահամարով։ Զանգեզուր թռչնաֆաբրիկա, մաքրություն, որը դառնում է վստահություն։ Ես այս պահին առաջարկում եմ ընդմիջել, ես կվազեմ խոհանոց հասկանալու համար, թե ինչով կարող եմ խանգարել Սաթին, իսկ դուք հանգստացեք, որ անցնենք մյուս հրաշալի հյուրը։ Հեռուստադիտողներ, մենք այսօր մշակույթին հրաժեշտ չենք տալիս եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իրականացրել է նշանակալի եւ պատմական շրջագայություն Գերմանիայում։ Նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես է եկել 15 հեղինակավոր համերգասրահում ներկայացնելով հայ երաժշտական կատարողական արվեստի բարձր մակարդակը, ժամանակակից եւ դասական հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաեւ եվրոպական դասական գոհարները։ Այս կարևոր շրջագայության հանդիսատեսի եւ քննադատների կողմից բարձր գնահատականների արժանանալու մասին էլ կզրուցենք մեր հյուրի հետ։ Տաղավարում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, նախ շնորհավորում եմ այսպիսի հրաշալի շրջագայություն ունենալու առիթով եւ ինչպես ձևավորվեց Գերմանիայում շրջագայության կոնցեպտը, որն է դրա հիմնական նպատակը։ Շնորհակալություն։ Իրականում բավական երկար ենք պատրաստվել այս հյուրախաղերին, մոտ 2 տարի, եւ ամենակարևոր ձեռքբերումը այն է, որ այս հյուրախաղերը ընդգրկված էին այդ համերգասրահների, այդ համերգները ընդգրկված էին համերգասրահների համերգաշրջաններում, որը մեծ հնարավորություն է տալիս ուղիղ 1 տարի լինել այդ համերգասրահներում, նրանց սոցիալական
տիրույթներում, մեդիա հարթակներում եւ մեծ տեսանելիություն տալ։ Սրանք պարզապես համերգներ չէին, որոնք կազմակերպված էին ինչ-որ մարդկանց կողմից, այլ իսկապես գերմանական համերգասրահների իրենց ամբողջ ծրագրի մի մաս, Հրաշալի։ որը որ մեր համար շատ կարևոր է, որ մենք այն այսպես շուկայում ենք եւ մեր տեղն ունենք այդ ամենահայտնի համերգասրահների համերգացանկերում։ Ինձ հետաքրքիր օրինակ դուք ինչ չափանիշներով, ինչ ստանդարտներով ընտրեցիք համերգասրահները, որտեղ համերգները տեղի ունեցան, որովհետեւ ես ձեր խոսքից հասկացա, որ դրանք կարևոր նշանակություն ունեցող կետեր էին այս պատմության մեջ։ Այո, այդ համերգասրահներից շատերում ելույթ են ունենում ամենահայտնի նվագախմբերը եւ մեր համար մեծ պատիվ է, որ այդ մեր նվագախումբը այդ համերգասրահներում կարող է ներկայանալ հենց այն կարգավիճակով, որով որ մենք ներկայացանք, պետք է նշեմ, որ համերգասրահներում համերգներ անցան լեցուն հանդիսատեսով եւ ունենք շատ հետաքրքիր եւ կարեւոր երաժշտաքննադատական հոդվածներ, որը որ եթե այսպես ամփոփենք ամենակարևորն է հյուրախաղերից հետո, որպեսզի կարողանանք տեսնել, թե ինչով ենք մենք տարբերվում, ինչով ենք առանձնանում, որոնք են մեր ուժեղ կողմերը եւ պետք է նշեմ, որ ունենք շատ հիացական հոդվածներ, որոնք այնպիսի ուղղություններ են բացահայտում մեր նվագախմբի եւ Սերգեյ Սմբատյանի կատարողական արվեստին, որոնց մասին նույնիսկ մենք չգիտենք կամ չենք մտածում, որ մենք ունենք այդ առավելությունները եւ դրանք մասնագիտական հոդվածներ են, որը որ մեր սոցիալական էջերում շուտով կհայտնվեն, մենք դրանք ամփոփելուց հետո կներկայացնենք եւ սա ամենամեծ ձեռքբերումն է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությանը, որ աջակցեցին այս նվագախմբի համար կյանքի փոխող կարևոր նախաձեռնության, ինչպես նաև մեր բոլոր գործընկերներին եւ հովանավորներին, ովքեր որ ներդրեցին իրենց ջանքերը, որպեսզի այս հյուրախաղերը, այս իսկապես նվագախմբի համար պատմական հյուրախաղերը 15 համերգով կայանան Գերմանիայի համերգասրահներում։ Այո, պետության աջակցությունն ամեն դեպքում այս համերգային շրջագայության շրջանակներում շատ կարևոր է, բացի հովանավորները պետությունը իրոք պիտի աջակից լինի այսպիսի բաներին։ Ես ուզում եմ մի փոքր համերգային ծրագրի մասին խոսենք։ Ինչպես ընտրեցիք, որ ստեղծագործությունների հիմք դարձան, որովհետև այստեղ ոչ միայն հայ կոմպոզիտորների դասական ու ժամանակակից ստեղծագործություններ են, այլ նաև համաշխարհային կոմպոզիտորների։ Այո, այդ process-ը բավական բարդ էր ընթանում, որովհետև մեր կողմից կար հստակ պահանջ, որ մենք եթե ներկայանում ենք համերգաշրջաններում, ապա անպայման բոլոր ծրագրերում պետք է լինեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ եւ շատ ուրախ եմ, որ քանի որ ծրագրերի մեծ մասը ընտրում են հենց համերգասրահները, հաշվի առնելով իրենց համերգաշրջաններում այդ ստեղծագործությունների լինելը, չլինելը, դրանց հաջողությունը եւ այլն, մենք ունեինք 9 համերգասրահ, որտեղ հնչեց Խաչատրյանի ջութակի կոնցերտը գերմանացի ջութակար Դարիուս Պրոյսի կատարմամբ, իսկ մնացած համերգները, որտեղ որ այլ կոնցերտներ էին, Չայկովսկի Դաշնամուրի կոնցերտը, Էլգարի թավջութակի կոնցերտը, Բեթհովենի 5-րդ կոնցերտը, այդ համերգներում պարտադիր կային հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Արամ Խաչատրյանի եւ իհարկե բոլոր համերգներն ավարտվում էին Արամ Խաչատրյանի Սուսերով պարով եւ մյուս այդ հայտնի ստեղծագործություններով, վալսով, լեզգինկան, որոնք որ մեր նվագախմբի եւ ընդհանրապես մեր երկրի երաժշտական այցեքարտերն են։ Ես ուզում եմ հասկանալ սա ինչպիսի համագործակցություններ հետագայում կբացի։ Դուք արդյոք այս ընթացքում ստացաք ինչ-որ համագործակցության առաջարկներ, թե պլանավորվում են։ Իրականում հաջողությունը երկու կողմ ունի, մեկը նվագախմբի ներկայանալն է իր պրոֆեսիոնալ մակարդակով եւ երկրորդը համապատասխան հանդիսատեսի առկայությունը, այսինքն այս երկու ֆակտորները հաշվի առնելով համերգասրահները որոշում են այդ նվագախմբերի հետ նորից արժե աշխատել, թե ոչ, այսինքն իրենք շուկայում ունեն տեղ եւ դիրք, մրցակցություն թե ոչ եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր համերգներից շատերը եթե ոչ բոլորը sold out էին եւ ուղղակի այդ sold out-ը Գերմանիայում այդպես չեն հայտարարում, որ sold out է, ուղղակի մտնում ես եւ սկսում ես սպասելու ցանկերում ներառվել, որ եթե ինչ-որ մեկը տոմս հետ տա եւ դու կարողանաս հնարավորություն ունենալ ներկա գտնվել համերգին եւ մի հետաքրքիր դեպք պատահեց, որ
Քյոլնի համերգասրահում, երբ որ մեր մոտ sold out-ը եւ ընդհանրապես մի 7-8 օր առաջ ոչ մի տոմս չկար, վերջին օրը ես բացեցի, որովհետեւ ունենք հյուր, որը որ տոմս էր ցանկանում եւ փորձեցի տեսնեմ կարող է հանկարծ ինչ-որ մեկը հետա տվել եւ տեսա որ սենց 20 տեղ են առաջացել սենց համերգասրահի շուրջ բոլորը եւ զարմաց ասի այսքան մարդ տոմս է հետ տվել մի քիչ զարմանալի էր եւ տարօրինակ եւ պարզվեց որ ոչ sold out համերգը շարունակվում ուղղակի դրանք կանգնելու տեղեր էին այսինքն իրենք վերջին օրը բացում են նաեւ տեղեր որտեղ որ մարդիկ կարող են հնարավորություն են գտնվել համերգին կանգնած լսելով որը որ շատ հետաքրքիր պրակտիկա էր եւ հատուկ համերգասրահում այդպիսի տեղեր կան որտեղ որոնք նախատեսված են կանգնելու համար եւ շատ ուրախ եմ որ մոտ 2 ժամ հետո այդ տոմսերն սպառվեցին որը որ մեր համար որպես նվագախումբ որպես եւ երաժիշտների համար շատ հաճելի է որ համերգներ անցնում են այդպես մեծ ողջավորությամբ եւ լեցուն համերգասրահներում Ես իրականում ամեն անգամ ապշում եմ այսպիսի պատմություններից որովհետեւ այն մշակութային այն սերը, որ իրենք արտերկրում տածում են մշակույթի հանդեպ, դա ուղղակի որդեգրելու արժանի բան է։ Եվ ինձ մնում է ձեզ միայն շնորհակալություն հայտնել անսահման եռանդ մաղթել, որ այսպիսի համագործակցությունները, շրջագայությունները բազմաթիվ լինեն ու մենք հնարավորություն ունենանք գոնե որոշ երկրներում ցույց տալ մեր արվեստը, որովհետև դրանք պակաս չեն։ Շատ շնորհակալություն, ես նույնպես շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք էլ եղեք մշակույթին կից, իսկ այժմ օրվա աստղագուշակի մասին, որի մասին մեզ կպատմի Լիլիթ Ալեքսանյանը։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, դեկտեմբերի 8-ից 14-ի աստղային ուղերձը։ Այս շաբաթը հանգիստ է, բայց պահանջում է մտքերի պարզեցում, զգացմունքների դասավորում։ Դեկտեմբերի 12-ին Մերկուրին անցնում է աղեղնավոր, մտքին տալով ուղիղ խոսք։ Տիեզերքը ասում է՝ դուր կարգավորիր ներսդ, որ քայլդ ճիշտ լինի։ Խոյ, դու ուժ ես հավաքում, բայց դեռ հանգստի փուլում ես։ Հստակեցրու նպատակդ առանց շտապ որոշումների, ճիշտ պահը մոտենում է։ Ցուլ, կայունացման ազդակներ են գալիս, հատկապես նյութական եւ գործնական ոլորտում։ Ընտրիր այն, ինչը երկար է ծառայում։ Երկվորյակ, քեզ պետք է բաց խոսել, առանց խաղերի։ Ճշմարտությունը կարող է հանգիստ լինել, բայց ճակատագրական։ Խոսիր պարզ, լսիր ուշադիր։ Խեցգետին, առողջությունը ու ռեժիմը պահանջում են կարգ ու հոգատարություն։ Մի ծանրաբեռնիր քեզ, օգնություն խնդրելը հասունություն է։ Արյուծ, սրտի կրակը կրկին վառվում է, բայց ավելի խելացի ձևով։ Եթե սիրում ես, ցույց տուր գործով, եթե ստեղծում ես, սկսիր փոքր քայլից։ Կույս, տնային եւ ընտանեկան թեմաները հանգիստ մոտեցում են ուզում։ Մի որոշիր հույզով կամ հոգնածությամբ, լռության մեջ ճիշտ պատասխանը կերևա։ Կշերք, շաբաթը խոսքի շաբաթ է, բայց վերալիցքավորվելը պարտադիր է, քո խոսքը հիմա կարող է բուժել։ Կարիճ, ներքին վերափոխումը հասունացել է, մի վախեցիր երևալ նոր կերպարով, թող աշխարհը տեսնի, որ դու փոխվել ես։ Աղեղնավոր, միտքդ լայնանում է, տեսլականդ պարզվում, ուսում, ճանապարհ, նպատակ, ամեն ինչ կարող է ստացվել, մի ուղղություն ընտրիր եւ առաջ գնա։ Այդ եղջյուր, դու պատրաստվում ես մեծ քայլի, բայց դեռ շուտ է, լռությունը նույնպես աշխատանք է, միշտ ապիր, ամրացրու հիմքդ։ Ջրհոս, մարդիկ ու միջավայրն են հիմա քո գլխավոր թեման, ընտրիր, ում քեզ մոտ թողնել, դու կառուցում ես նոր շրջան։ Ձկներ, Նեպտունի ուղիղ ընթացքը քեզ բերում է ավելի վստահ ինտուիցիա, մեկ կոնկրետ քայլ ընտրիր, այն կբացի հաջորդ դուռը։ Սիրելի հեռուստադիտողներ, այս շաբաթը բաց թողնելու մասին է, ինչը ավելորդ է թողնում ենք ու շարժվում առաջ։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, ես մի փոքր վատառողջ եմ դրա համար իմ ուշադրությունը այդքան էլ տեղում չի, բայց հրաշալի թեմայի ենք անդրադառնալու, հիմա կդիտենք էթիկետի մասին, շատ հետաքրքիր տեսանյութ, որտեղ Լիզա Ղուկասյանը կպատմի վարվեցողության մի քանի կարևոր կանոնների մասին, ի վերջո էթիկետը մեզ հիշեցնում է, որ խոսքը կարող է վիրավորել կամ բուժել, ժեստը հեռավորությունն է ստեղծում կամ մոտեցնում է մարդկանց, իսկ էթիկետի ուժը հենց այն է, որ այն աննկատ է։ Հիմա դիտենք տեսանյութը եւ շարունակենք։ Էթիկետը պարզապես կանոնների հավաքածու չէ, այն մարդկային փոխհարաբերությունների լուռ լեզուն է, որը ցույց է տալիս մեր վերաբերմունքը մյուսների նկատմամբ։ Գեղեցիկ վարքագիծը սկսվում է փոքր ուշադրությունից, ժպիտից, շնորհակալությունից, լսելու ունակությունից։ Այդ փոքր, բայց ուժեղ ժեստերը ստեղծում են վստահություն, հարթում են շփումը եւ բացում են ճանապարհ երկարատև ու ջերմ հարաբերությունների համար։
Ձեզ ենք ներկայացնում վարվեցողության 5 կարևոր կանոն, որոնց պետք է հետևենք բոլորս։ Եթե որևէ մեկին հրավիրել եք ռեստորան, ապա հիշեք, որ հենց դուք էլ պետք է վճարեք հաշիվը։ Աշխատանքի վայրում կամ հյուր գնալիս անձրևանոցը մի չորացրեք բաց վիճակում։ Նախընտրելի է անձրևանոցը փակել կամ տեղավորել դրանց համար նախատեսված վայրում։ Պայուսակը չի կարելի դնել ծնկներին կամ աթոռին, բացառությամբ փոքրիկ կլաչերի, որը թույլատրվում է դնել սեղանին։ Իսկ մեծ պայուսակների դեպքում խորհուրդ է տրվում կախել աթոռից կամ դնել պայուսակների համար նախատեսված աթոռին։ Առանց նախապես տեղեկացնելու երբեք հյուր մի գնացեք։ Հիշեք, եթե ձեզ դիմավորեն տնային երկարափեշ վերնազգեստով եւ չհարդարված մազերով, ապա մեղավորը միայն դուք եք։ Եթե երկխոսությունը ձանձրալի է, խորհուրդ չի տրվում միացնել բջջային հեռախոսը կամ նայել ժամացույցին, քանի որ դա կդիտվի որպես անհարգալից վերաբերմունք զրուցակցի նկատմամբ։ Եվ հիշեք, ուզում ենք թե ոչ, մեր պահվածքը ներկայացնում է մեզ, մեր արժեքները, դաստիարակությունը ու ներքին ինքնատիրապետումը։ Այն պահին միացակ, երբ ես իմ ավանդական խոստացված համեղ տնական չիփսերը պատրաստում եմ։ Ինչ է հարկավոր տնական չիփսեր պատրաստելու համար, տանը մնացած մի քիչ չորացած լավաշ, որը այլ ընտրանք է, այլ բան չեք կարող պատրաստել, միշտ առաջարկում եմ, հատկապես երեխաներին կարող եք տնական չիփսերը պատրաստել եւ այն ոչ օգտակար չիփսերի փոխարեն տալ սա։ Ինչ կա մեջը, տարբեր համեմունքներ, մի փոքր աղ, ձիթայուղ, ասեմ, ինչի պահեմ գախնիկ, սումախ կա, հետաքրքիր թթվայնություն է ապահովում, դե կծվությունը ինքներդ կարող եք որոշել։ Այ այսպիսի մասա ենք ստանում եւ ամբողջությամբ ես այսպես տարածում եմ հերթով ձիթայուղ, օրիգանո, կարմիր պղպեղ, կծու սև պղպեղ եւ ինչպես նշեցի, սումախը համեմունքների չիփսերի համար նախատեսված համեմունքների թագուհին է։ Հիմա հանգիստ կարող եմ թողնել այնտեղ, իդեպ 1-2 րոպե թողնելուց հետո շուռումուռ եմ տալիս, որպեսզի հավասարաչափ չորանա չիփսերը։ Հիմա ես կհագնեմ մյուս ձեռնոցը եւ ջեռիեփուկը, որը պատրաստ է, ձեզ կներկայացնեմ, որի համար պարզապես անհրաժեշտ է մաղադանոս կտրատված վրան ավելացնել եւ վուալա, պատրաստ է լինելու։ Եկեք միասին հանենք, շատ անուշ տեսք ունի, անուշ բույր ունի և իհարկե հանգիստ կարող եմ ասել, որ բալանսավորված տարբերակ է։ Իդեպ սիրելիներս գիտեք, որ ծաղկակաղամբը հիանալի այլընտրանք է հացի, մակարոնի կամ նույնիսկ բրնձի համար, ովքեր ցանկանում են նվազեցնել ածխաջրերի օգտագործումը, այն նույնքան հագեցնող է, բայց շատ ավելի թեթև։ Թխվածքը պատրաստ է, բուրավետ, բալանսավորված, շատ համեղ, առավոտները սկսում ենք այսպիսի օգտակար ու տեստով, վստահ եղեք, որ օրը կանցնի լի ուժով, լավ տրամադրությամբ, կարող եմ այս պահին ձեզ մաղթել բարի ախորժակ, չիփսը տեղավորել, տակ չէ, այստեղ եւ իհարկե թողնենք, ինչպես նշեցի, 1-2 րոպե հետո շրջելու եմ։ Դե ինչ, ես իդեպ կարող եմ տեղափոխել մատուցման ափսեի մեջ, փորձեմ դա էլ անեմ, վերցնեմ մեծ ափսե, հեռուստադիտողներին ասեմ, թե ինչ կա այսօրվա ջեռիեփուկի մեջ, շատ արագ ասեմ, հավի կրծքամից ծաղկակաղամբ, սեր, համեմունքներ կատ, այս պահին մեզ մոտ ինչ է ուղղված։ Դիտողներ, իրոք մենք փորձեցինք տեղեկացված լինել եւ իմ հաջորդ նյութը նույնպես տեղեկացված լինելու մասին է։ Ձեր ծննդյան օրը, հիշարժան հավաքույթները, կարևոր առիթը, կորպորատիվ երեկոն կամ էլ ընկերական ջերմ հանդիպումները կարող են դառնալ իսկապես առանձնահատուկ։ Ընտրեք Park Bridge ռեստորանը, որտեղ ձեզ սպասվում է հարմարավետ միջավայր, համեղ ուտեստներ եւ անթերի սպասարկում։ Ձեզ անհրաժեշտ է ունենալ միայն ուրախ տրամադրություն, մնացածի մասին Park Bridge-ի թիմը կհոգա։ Բացահայտեք ձեր տոնական օրերի ամբողջ ջերմությունը Park Bridge ռեստորաններում։ Տոնը սկսվում է հենց այնտեղ։ Զանգահարեք 094 38 0606 հեռախոսահամար։ Եվ ինչպես ես ձեզ խոստացել էի, այսօր մենք մշակույթին կից ենք եւ անդադար խոսելու ենք մշակույթից։ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիան եւ տաղանդավոր արտիստ Հայկ Պետրոսյանը դեկտեմբերի 13-ի բոլորիս հրավիրում են յուրահատուկ երաժշտափիլիսոփայական երեկոյի ձայն եւ աղմուկ խորագրով։ Սա հանդիպում է, որտեղ երաժշտությունը միահյուսում է գիտությունը, հոգեվորի եւ փիլիսոփայության հետ դիտարկելով ձայնի
հրաշալի աշխատանքը բնությունը մարդու հոգու եւ հիշողության անբաժան մաս է։ Երաժշտական ներկայացման միջոցով հանդիսատեսը ներկա կգտնվի այն ճանապարհին, որտեղ աղմուկը փոխակերպվում է զգացողության, իսկ ձայնը ներքին իրականության ճանաչման։ Այս յուրահատուկ երեկոյի մասին էլ կզրուցենք մեր հյուրի հետ։ Տաղավարում է շատ տաղանդավոր արտիստ, երգիչ դերասան Հայկ Պետրոսյանը, բարի առավոտ։ Խոսքս երկարեց, մի փոքր շատ ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել։ Նախ կխնդրեմ մի փոքր պատմել ֆիլհարմոնիայի հետ համագործակցության մասին եւ ինչպես ծնվեց ձայն եւ աղմուկ երաժշտական մենահամերգը։ Նախ շնորհակալ եմ հրավերի եւ հնարավորության համար, ողջունում եմ ամբողջ անձնակազմին, վաղուց է չեմ եղել ձեզ մոտ, կարոտելի, շատ այսպես հարազատ պավիլյոն է սա ինձ։ Ես ձեզ այսօր մեկի տեղը երկու միջոցառման մասին կպատմեմ, 13-ին կարճ անդրադարձանեմ եւ մի հատ էլ շատ հետաքրքիր դիմակահանդես ունենք դեկտեմբերի 24-ին, դա կմանրամասնեմ, 13-ին ձայն ու աղմուկ իմ մենահամերգն է, այսպես ասած, ամբողջությամբ ակապելա, որտեղ ես փոքր հատվածներով ներկայացնում եմ Կոմիտաս վարդապետի կենսագրությունից որոշ հատվածներ եւ երգում եմ, այսպես ասենք, իմ մշակումները տարբեր ստեղծագործությունների ձայն ու աղմուկ, այդ կոմիտասյան գեղեցիկ ձայն աշխարհը եւ ժամանակակից աշխարհի աղմկոտ հնչյունները փորձել եմ կոնտրաստի մեջ դնել, այդտեղ ավելի ակներև է ամեն ինչ երևում։ Իսկ ամսի 24-ին փոքր ֆիլհարմոնիայի այդ հրաշալի գեղեցիկ շենքում այնտեղի աշխատակազմին էլ ողջունում եմ, շատ պրոֆեսիոնալ լավ մարդիկ են, մեծ նվիրատներ իրենց գործի, լինելու է դիմակահանդես։ Կուզեի սրա մասին էլ ձեզ անպայման պատմել, ուրեմն անցյալ տարի էլ արեցինք, 3 հարկ ունենք այնտեղ, 3 հարթություն, 3-ն էլ օգտագործում ենք, սկզբից մարդիկ գալիս են, այսպես դիմակահանդեսի, նրանց դիմակներ են բաժանվում գեղեցիկ հագնված, դասական երաժշտություն է հնչելու, սկզբից գալու ենք ուրեմն մեծ սրահ, դահլիճ, որտեղ հնարավորություն կա աթոռները հանելու են, այսինքն դահլիճը դառնում է հրապարակի պես մի բան, այդտեղ հնչում է դասական երաժշտություն, մարդիկ պարում են վալս, այսպես ամանորյա դիմակահանդես, այսպես ասենք, դրանից հետո տեղափոխվում ենք ֆոյեի հատված, այնտեղ են ելույթներ նախատեսված, իսկ երրորդ մասը ավելի մի քիչ ուշոտ, այսպես ասենք, արդեն իջնում ենք շենքի ներքնահարկում էլ սրահ կա, այնտեղ արդեն DJ-ն է շարունակելու, ավելի այսպես գրական կիրթ հայերենով ասած տժժիկ տրամադրություններ։ Լինելու է հրաշալի նվագախումբ, որ նվագելու է դասական արվեստի, մասնավորապես վալսի ամենագեղեցիկ ստեղծագործությունները, բիզե եւ այլն, լինելու են շատ տաղանդավոր երգիչներ, տարբեր կերպարներով, օպերայի արիաներ։ Իմ մասնակցությունը այնտեղ այսպես կոնֆերանսիա վարող, որը մի քիչ կատակում է, մի քիչ հուզում է, մի քիչ լուրջ է ասում, այսպես բալային տրամադրություն է պետք ստեղծել, այնպես որ բոլորին մեծ սիրով հրավիրում ենք դեկտեմբերի 24-ին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիա, այսպես տոնական ամանորյա տրամադրության եւ ամենակարևորը, որ այնտեղ հնչելու է շատ գեղեցիկ դասական երաժշտություն եւ լինելու են շատ տաղանդավոր երաժիշտներ եւ երգիչներ։ Վստահ եմ մարդիկ այդպես, գիտեք, դասական երաժշտությունը մարդկանց մի ցակ հոգեպես լցնում է, մի ցակ տենց էներգիա է տալիս, ուժ է տալիս եւ վստահ եմ, այսինքն հուսամ դրական տրամադրությամբ կգնան։ Դուք ինձ մի փոքր շեղեցիք երկու աշխարհներ տեղափոխելով ամսի 13, ամսի 24։ Ես գիտեմ ամսի 24-ից ենք խոսել, բայց որ 13-ից բացեցիք թեման։ Ես ուզում եմ հասկանալ ինչպիսի ուղերձ դուք ունեք ամեն դեպքում ամսի 13-ին փոխանցելու հանդիսատեսին։ Ինչ հոգի եք ներդրել այդտեղ։ Այդպես անպագորգոր չէ, ուղերձ, այդպես չի ասի, բայց իմ նպատակն է այս վերջի 2 տարիների ընթացքում ես անդադ կոմիտասյան փնտրտուքների մեջ եմ եւ փորձում եմ հասկանալ նաեւ ինչ է ձայնը, ինչ է ձայնի փիլիսոփայությունը, հոգեվոր բնութագիրը, գիտական բնութագիրը, ինչա մեր մեջից դուրս գալիս։ Մենք մեր եւ աշխարհի առաջին շփումները ձայնի միջոցով են լինում։ Մենք 16 շաբաթականում մեր մամայի սրտի բաբախումն ենք լսում, այդ ձայներից է սկսում մեր ընկալումները, որ ծնվում ենք, չենք տեսնում դեռ ձայներ ենք լսում։ Մենք ընդհանրապես ապրում ենք ձայնային եւ պատկերների աշխարհներում, քաղաք, բնություն, կենթանական, խցանում եւ այդ ամեն ինչը մեր վրա կոնկրետ ներգործություն ունի եւ հայ ժողովուրդը հայկական լեռնաշխարհում ստեղծել է մի հրաշալի ձայնաշխարհ հնագույն ժամանակներից, որը վարդապետ, Կոմիտաս վարդապետի շնորհիվ համակարգվեց, զտվեց, մաքրվեց եւ այդ ձայնաշխարհը բացելու նպատակ կա։
Այդ երգերը երգելու մեծ ցանկություն կա, նաև ինտերակտիվ է լինելու, այնտեղ հատվածներ կա, որ միասին ենք երգելու եւ որոշ կետերում այսպես ես հանդիսատեսին եւ այսպես կոմիտասասեր համայնքին առաջարկելու եմ նոր լուծումներ։ Նոր, որտեվ կարծում եմ մեր նոր ժամանակներում ինչ-որ նոր մոտեցումների հնարավորություն կա եւ դա եմ ներկայացնելու հանդիսատեսի դատին ամսի 13-ին այդ ձայնն ու աղմուկն է, այդտեղ մենակ եմ ես։ Էլի նույն շենքում է, փոքր սրահում է։ Իսկ ահա ամսի 24-ին արդեն մարդիկ գալիս են սիրուն, այդ ասում կոստյումն է, որ քեզ պիտի գեղեցկացնի, այդ գեղեցկացնող կոստյումներով, կանայք սիրուն զգեստներով, դիմակներ են բաժանվում, հյուրասիրություն, գինի, շամպայն եւ դասական այսպես դիմակահանդեսային տրամադրություն։ Հրաշալի։ Սա շատ հավես է լինելու, որովհետև շենքի հնարավորությունները փորձված է մաքսիմում օգտագործել այդ 3 հարթությունները։ Իսկ մի մասում սկսում ենք միջոցառումը, մեկ այլ տեղ շարունակում ենք, իջնում ենք համերգային ծրագիրը ամսի 24-ին սպասվում հանդիսատես։ Ամսի 24-ին ուրեմն դասական նվագախումբ է լինելու շատ տաղանդավոր, երգվելու են տարբեր արիաներ, բիզեից բան կլինի, ամենահայտնի վալսերն են հնչելու, մի քանի բան ես կերգեմ, ես անցյալ տարի էլ որ արեցին գիտարս հետս վերցրել էի։ Ինձ համար նոր տարին միշտ ինչ որ գիտարի ներկայություն պիտի լինի, որովհետև ես հիշում եմ որ փոքր եմ մեր տանը այն ժամանակ ռեստորան բան չէին գնում, էլի տանն ենք նշում եւ միշտ ինչ որ մեկը կար որ գիտարը վերցնում նվագում էր, բոլորս իր հետ երգում ենք։ Անցյալ տարի այդ փորձը արեցինք եւ շատ հաջող ստացվեց, ենթադրում եմ այս տարի էլ կրկնենք։ Այդպես ամանորյա կատակներ, բաներ, ինչ որ փոստեր, մոստեր եւ շատ երաժշտական եւ պարային տրամադրություն, որովհետեւ մենք այնտեղ նաեւ ունենք հրաշալի պարողներ, որոնք մի քանի համարներ իրենք կներկայացնեն, ինչպես նաեւ այսպես կողքեվորեն եւ կօգնեն մարդկանց, որ իրանք էլ գան վալս պարելու, վալսը պարերի այսպես թագուհիներից մեկն է, էլի, այսպես ասենք։ Ես ուզում եմ հասկանալ, ինչպիսի նորություններ դուք ունեք ապագայում, բացի ամսի 24-ից, 13-ից, քանի որ դուք այստեղ երկար ժամանակ չեք եղել, կարծում եմ հեռուստադիտողներին հետաքրքիր կլինի ձեր գործունեությունը։ Ստեղծագործական իմ կյանքում այսպես բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունենում։ Ես սկսեցի ստենդափից, հետո տարբեր բաներ երգում, հեղինակային երգեր, ազնավուր, բայց վերջին շրջանում այդ կոմիտասի աշխարհն եմ բացահայտել եւ բավականին մեծ այսպես երազանքներ եւ նախագծեր կա, որ մյուս տարվանից ավելի հստակ կսկսենք իրականացնել առաջ Աստված։ Ամեն ինչ կապված է, ամեն ինչը, բայց մեծ մասը նախագծերի կոմիտասյան այդ աշխարհի հետ են կապված, ընդհանուր միջև մեծ համերգներ կազմակերպել, փառատոներ կազմակերպել, որտեղ մենք կմիավորենք կոմիտասյան համայնքը նրա գիտական ներուժով, նրա կատարողական արվեստով, շատ բաներ կանելու եւ դրա գլխավոր նպատակը այն է, որպեսզի մենք լայն իմաստով վերադառնանք մեր մշակույթին, դառնանք մեր մշակույթը կրող մարդիկ, կապ չունի մարդ ջազ է սիրում, ռոք թե հիփ-հոփ, ես օրինակ բոլոր ոճերները շատ սիրում եմ, բայց կարծում եմ հրաշալի կլինի, երբ բոլորը ճանաչեն, գոնե ճանաչեն իրենց մշակույթը, դա շատ բան կտա մարդկանց, շատ համ գիտելիքի տեսանկյունից, համ ներաշխարհը հարստացնելու տեսանկյունից, այսինքն նախագծերի մեծ մասը կապված են լինելու դրա հետ։ Հրաշալի, իսկ ձեր կարծիքով ինչպիսի ազդեցություն է հիմա թողնում աղմուկը մարդու ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա։ Բացասական բնականաբար։ Դուք գիտեք, վերջերս մի 8 ամիս առաջ Բելգիայում ձայնային զենքով ցույց ցրեցին։ Մտածես բան են միացնում, մարդիկ լեգապատար են լինում, փախնում են, սա կատակ բան չի։ Նույն բանը մարդուն գոռալով ես ասում, լրիվ ուրիշ բան է։ Նույն բանը քնքուշ ձայնով ես ասում, ուրիշ է։ Մի քիչ ձայնեցնես, մի քիչ ձայնեցնես, լրիվ ուրիշ ձև է ազդում մարդու վրա։ Սա պատահական աշխարհ չի այս ձայն աշխարհը։ Հնագույն ժամանակներում մտածել եմ, որ աշխարհն արարվել է ձայնով, այդպես քրիստոնեության մեջ ի սկզբանե բաններ բանը միտքը որ դարձավ ձայն, որովհետև ասում է եւ Աստված ասաց եղեցի լույս եւ այլն։ Շատ հետաքրքիր աշխարհ է ձայն աշխարհը եւ այդտեղ հնարավոր է գտնել ներդաշնակություն, ինչը շատ պակասում է այսօրվա լարված աշխարհում։ Մենք շատ լարված մարդիկ ենք, էլի, որովհետև այսպես աշխարհը եւ համակարգերը, որոնց մեջ մենք ապրում ենք, այդ լարվածությունը անդադ գեներացնում են։ Իսկ այդ ձայնային աշխարհները կարող են հանգստացնել եւ այսպես դրանց հիմքում քանի որ սերն է անկած, մեր ժողովրդական երգերի հիմքում սերն է անկած, որովհետև մաման եթե օրորոցային է երգում իր բալիկին, չի կարող այդպես զզվի այդ երեխայից եւ բան էլի սիրուն երգեր երգի։ Այդ էներգիան ամբողջապես գալիս կպնում է մարդուն։ Կոմիտաս վարդապետը ասում էր երգը միանգամից սրտին կպնում է։ Օրինակ
ճառը պիտի մի քիչ ժամանակ գնա, որ նստես, մարսես, մտքերը մի հատ տեսնես ինչ ասես, ոնց է, երգը միանգամից մի հատ ամպելաձուն չի գալի, շողեր ջան, միանգամից զգացմունք առաջացնում։ Ինչ է մնում է ձեզ միայն շնորհակալություն հայտնել այսպիսի վերլուծական աշխատանքի, կարելի է այդպես նաև կոչել վերլուծական աշխատանքի համար ու հնարավորության համար, որ մենք հնարավորություն ունենք եւս մեկ անգամ Կորմիտաս լսելու եւ ծանոթանալու այո մեր մշակույթին։ Ես էլ ձեզ փոխադարձաբար շնորհակալություն հայտնում հրավերի համար եւ մի հատ եթե կարելի է թույլ տաք դեկտեմբերի 24-ին մեծ սիրով բոլորին հրավիրում ենք դիմակահանդեսի, վստահ եմ գեղեցիկ երեկո է լինելու։ Հրաշալի, շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին տեղափոխվենք Սաթի մոտ, հասկանալու համար թե որ փուլում է գտնվում եւ վերադառնանք։ Ահա պատրաստ է բուրավետ թխվածքը, որը շատ օգտակար է, բալանսավորված է։ Մաղթում եմ ձեզ առողջություն, ժպիտ եւ իհարկե համով օր։ Կհանդիպենք վաղը։ Հաջողություն։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, այսպիսին էր այսօրվա եթերը, ձեզ շնորհակալություն։ Ես ամեն դեպքում փորձեցի ձեզ օգտակար լինել տարբեր նորություններով։ Ինձ մնում է ձեզ միայն մաղթել բարի օր, հաճելի օրվա շարունակություն։ Մնացեք մեզ հետ, հաջողություն։